Շարունակեմ, հարգելի հայրենակիցներ, այնուամենայնիվ համեմատությունները շատ կարևոր են, եթե հիմա ասում են բիզնեսի ձև է, ուրեմն պետք է համեմատենք նաև մյուս ձևերի հետ, ամենաարտոնյալ տրամաբանական բիզնեսը, որ պետք է լիներ, փոքր բիզնեսը շրջանառության հարկը վճարել 5%, հիմա դարձել է հունվարի 1-ից 10%։ Խաղամոլության տուրքը շրջանառության 0.1%-ից իրենց այդ խաղադրույքների ստեյության, որ պարզ ներկայացնենք եւ հասկանալի, դառնում է 0.2%, հետո ասում ենք ավելանա։ 13 միլիարդի հետ կապված, պարոն Սարգսյան, լրացուցիչ հարկը եք հավաքում, ասում եք կդառնա դպրոց, մանկապարտեզ, անվտանգության խնդիրներ կլուծի, հաջորդ նախադասության մեջ ասում եք, թե որքան զինվորականներ են ցավոք սրտի կյանքից հեռացել այդ ոլորտի հետևանքով եւ որքան նաեւ մարդիկ, ես չգիտեմ, այդ վիճակագրությունը ձեռքից տակ չկա, եւ որքան մարդիկ կամ ուրեմն նաեւ ընտանիքներ են ուղակի սնանկացել, աղքատացել դրա հետևանքով, եւ եթե 13 միլիարդն եք ասում, ապա ես այն օր օրինակ բերեցի, ուրիշ բիզնեսներ էլ կան, որ աշխարհում դրանք կան շատ քիչ տեղերում, այդ բիզնեսներին զարկ տվեք, այդտեղից ավելի շատ հարկեր կլինի, եթե խնդիրը հարկեր հավաքելն է։ Պարոն Արշակյան, որը մեկը ստեղ չի չափազանցնում։ Իրականում այդ խնդիրը կա եւ 20 անգամ ձեր իշխանության օրոք ավելացել է։ Հիմա ասում եք բանում այդ կազինոները բակերից վերացել են։ Բակերից վերացել եկել մտել են մարդկանց գրպանը։ Ամեն մեկի գրպանը հեռախոս կա, ամեն մեկի գրպանը կազինո կա, ուրեմն պարոն Արշակյան, սրա մասին ենք խոսում։ Եվ բնականաբար որևէ կերպ արդարացած չի կարող լինել, արդարացված չի կարող լինել հարկերը ավելացնելով այսպես ընդամենը դրանով բավարարվելը եւ այն սահմանափակումների մասին, որ խոսում են նաեւ իշխանական падգամավորները եւ հեղինակը, դրանք ընդամենը ապագայի մասին բարի ցանկություններ են, որևէ կապ չունեն այդ սահմանափակումները կոնկրետ այս նախագծի հետ։ Հետևաբար խնդիրները հարգելի հայրենակիցներ շարունակում են մնալ, այո, ես էլ եմ կոչով միանում, չգիտեմ ինչքանով կօգնի, չի կարելի դրանով ընդհանրապես զբաղվել, դա պետք է մերժվի, արմատախիլ արվի մեր իրականությունից, դա ոչ բիզնես է, ոչ էլ օգուտ է, ամեն ձևով էլ վնաս է, պետք է մեզանից հեռացնենք, ձեր խնդիրները այդպես էլ մնաց, ընդամենը լավագույն դեպքում 13 միլիարդ նորից այդ կրվողների գրպանից կգնա լավագույն դեպքում պետական բյուջե։